կավե պատերով գլանաձև վառարան է, որը սովորաբար գետնափոր է լինում։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Պարսկաստանում և Հնդկաստանում։ Լավաշը թխում են կանայք, հատուկ մինչև 1,5 մետր խորությամբ և 80 սանտիմետր տրամագծով թրծված հատուկ կավե հարմարությունում։ Այն թաղված է հողի մեջ և կոչվում է թոնիր։ Լավաշը նուրբ երկար մինչև 70 սանտիմետր տրամագիծ ունեցող հաց է, որը բնորոշ է միայն հայերին։ Այն մեր ժողովրդի մոտ սրբացված է եղել նույնիսկ մինչ քրիստոնեական ժամանակներից։ Բազմաթիվ օրհնության խոսքեր, ինչպես նաև անեծքի, կապված են հացի հետ։ Լավաշի պատրաստումը շատ բարդ գործընթաց է։ Ես շատ անգամ եմ համտեսել լավաշ, սակայն առաջին անգամ եմ մասնակցում պատրաստմանը։ Հայաստանը մտնում է աշխարհագրական ոսկե աղեղ կոչվող կոդու մեջ, որը հայտնի է հացաթխման հնագույն ավանդույթներով, և հենց այդ պատճառով էլ մեր կերակրացանկում մեծտեղ է գրավում հացը։ Լավաշ թխելը բարդ է, բայց և հաճելի։ Կփորձեք նաև իմ թխած լավաշը։ Զատիկի ձվերը ներկում են շաբաթ երեկոյան, ընդ որում միայն կարմիր գույնով, որը Քրիստոսի այրան խորհրդանիշն է, իսկ ձվերն այլ գույներով ներկելն ընդունված է եղել Իրանում, որպես գարնանամուտի խորհրդանիշ։ Զատիկի տոնը հայերի համար յուրահատուկ տոն է և 1700-ամյա մշակույթի մի մասնիկը։ Ակլատիզե կամ ակլատես, առաջներում այսպես էին անվանում խորհրդանշական տեխնիկին, որը պահքի ժամանակ կախվում էր երթիկից, իսկ սոխի վրա ամրացված 7 փետուրները խորհրդանշում էին պահքի 7 շաբաթները։ Զատիկի սեղանին ես ամենաշատը սիրում եմ փլաֆը։ Էլից զատիկ սեղան առանց ավանդական գինու։ Իշխան կարմրախայ թառապ, ինքս էլ կարող եմ բռնել։ Զատիկի սեղանի բաղադրիչ մասն է կազմում ձուկը։ Բայց ոչ այսչափի իհարկե։ Զատիկի մեր սեղանի բոլոր պարագաները պատրաստ է, մնացել է միայն ձուկը, ու որպեսզի ձուկը համեղ ստացվի, հարկավոր է, որ այն պատրաստվի տղամարդու ձեռքերով ու սիրով։ Զատկական սեղանը լիովին պատրաստ է։ Զատիկի օրը միմյանց ողջունելիս ասում են Քրիստոս հայրապի մերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սեղանի շուրջ միմյանց շնորհավորելուց հետո զատիկը կտոնենք նաև բնության գրքում։ Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում թևավոր խոսք է դարձել, օրիորդները նստած սպասում են իրենց ասպետին, ով սպիտակ կամ էլ ինչ-որ գույնի ձիթանված գալու է իրենց հետևից։ Հավատացնում եմ, անգործության մատնված սպասելու և ձեր բախտն անիծելու փոխարեն ինքներդ ձիթանվեք։ Ձիերը փոխել են պատմության տասկը, սա չափազանցություն չէ, և այն տերությունները, որոնք չեն ունեցել ձիեր, մեր չափով հետ են մնացել մյուսներից։
Հպարտությամբ կարելի է ասել, որ ցիերի ընտելացման ամենահին օջախներից մեկը հանդիսացել է հայկական լեռնաշխարհը։ Ձիերը դարերի մեջ եղել են աստվածականության խորհրդանիշը։ Դեռևս Կիլիկյան Հայաստանում հեծելազորը ազնվացեղ մարտական ձիերով ապահովելու համար երկրում անչափ զարգացած էր ձիաբուծությունը։ Ինչը կարող է լինել ավելի հիասքանչ, քան րոպեները անցկացված բնության գրկում, ուրեմն դեպի առաջ բնություն։ Սուրբ Զատկի օրը որոշվում է 325 թվականի Նիկիայի ժողովի որոշումով, որը առ այսօր անբեկանելի է։ Եվ այդ ժողովի որոշումով Զադիկը տոնվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակին։ Այդ իմաստով Սուրբ Զադիկը կարող է լինել մարտի 22-ին ամենաշուտը եւ ամենաուշը ապրիլի 25-ին։ Մոտ 30 անգամ, ուրեմն 325 թվականից մինչև 1915 թվականը, մոտ 30 անգամ Զադիկը եղել է ապրիլի 24-ին։ Բայց այն ժամանակ հին տոմարներ գործում։ Ուրեմն 1924 թվականից, երբ որ անցավ նոր տոմարի հայ եկեղեցին, 1924 թվականից ի վեր, եթե նույնիսկ 1915 թվականն նկատի ունենանք, 1915 թվականից մինչև 1924 թվականը հին տոմարով եւ 1924 թվականից առ այսօր նոր տոմարով ապրիլի 24-ը երբեք չի ամնգել։ Առաջին անգամն է։ Բայց դա չի նշանակում, որ եթե 1915 թվականին այդ ողբերգական իրադարձությունը եղել է եւ մեծ եղերնը կատարվել է, դա կարող է ազդել Զատկի թվականի վրա։ Եվ դրա համար ասել ենք, որ հաջորդ օրինակ ապրիլ 24-ի համընկնումը կլինի 2095 թվականին 84 տարի հետո, բայց դա չի նշանակում, որ 84 տարին մեկ է լինում։ Այս համընկնումը ոչ թե մտահոգություն է, այլ ուրախություն է, որովհետև Քրիստոս մահացավ եւ հարություն առավ։ Մեր ժողովուրդն էլ մահացավ եւ հարություն առավ։ Պատմական ճակատագիրը հայ ժողովրդի հանդեպ հաճախ է անողոք ու դաժան եղել։ Սակայն 15 թվականի ապրիլի 24-ին թուրքերի կողմից իրականացված բռնությունները իր դաժանությամբ եւ ընդգրկմամբ նախադեպը չունեցող մի ոճրագործություն էր։ Ոչ միայն հայերի, այլ ամբողջ մարդկության դեմ ուղղված։ Այսօր ոգեկոչման օր է։ Ամեն տարի այսօրը յուրաքանչյուր հայ մոլորակի, որ մասում է լինի, խոնարհվում է հայոց ցեղասպանության դուրավոր անմեղ նահատակների հիշատակի առջև։ Փյունիկի պես վերառնող հայ ժողովուրդը գնահատելով անցյալը ապագային է ուղղում իր հայացքը, լի հույսով հանդեպ արտարությանը եւ մարդասիրությանը։ Միայն խոնարհումը բավարար չէ։ Մենք դեռ աշխարհին ասելիք ունենք եւ մեծ անելիք։ Գնալով մեծանում է հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը եւ լիահույս ենք, որ հերու չի այն օրը, երբ քաղաքակիրթ ազգերն ու պետությունները կճանաչեն եւ կդատապարտեն ոչիններից ամենամեծագույնը, վերհաստատելով պատմական արդարությունը եւ կանխելով ապագայում նման ոճրագործությունների իրականացում։